Սիրելի երևանցիներ, այս պահին Մայրաստան խմբակցության ներկայացրած նախագիծը, որով որ պետք է մնա տրանսպորտը 100 դրամ, տրոլեյբուսը 50 դրամ եւ մետրոն 100 դրամ, ՔՊ-ն եւ Հանրապետություն կուսակցությունները փախտում են նիստից։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, տեսեք, սիրելի քաղաքացիներ, տրանսպորտի անկացումը, խնդրեմ նայեք, ՔՊ-ն եւ Հանրապետությունը դեմ են գնում ձեզ եւ փախտում են նիստերի դահլիճից։ Հրաժարական եք տալի, ապրեք։ Նայեք, Երևան քաղաքում իշխանություն գոյություն չունի, նայեք։ Խնդրեմ, նայեք։ Նայ։ Այ գամպրիկ։ Սիրելի հայրենակիցներ, տեսեք։ Սիրելի քաղաքացիներ, 17000 ձեր ստորագրությունը ընդդեմ տրանսպորտի թանկացման դեմ, որը որ Մայր Հայաստանը ներկայացրել էր այդ նախագիծը 17000 ստորագրությունով, որ պետք է տրանսպորտը չթանկանա, տրանսպորտը մնա 100 դրամ եւ տրոլեյբուսը 50 դրամ եւ մետրոն 100 դրամ, ձեր ստորագրություններով նախագիծը այս բան պետք է քննարկվեր ավականիստում, խնդրեմ, ՔՊ-ն եւ Հանրապետությունը թռան նիստերից։ Տեսեք, ոչ քաղաքապետ գոյություն ունի, խնդրեմ, նայեք, ՔՊ-ն փախավ նիստերից, այն կացորդ կուսակցությունն է հետը։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, այս բանին պետք է քննարկվեր նախագիծ, որով տրանսպորտը պետք է մնար 100 դրամ։ Տեսեք, ՔՊ-ի ավականիները իրենց 9%-անոց ոչ լեգիտիմ քաղաքապետի հետ թռան նիստերի դահլիճից, փախան։ ՔՊ եւ Հանրապետություն խմբակցությունները փախան նիստերի դահլիճից դեմ գնալով ձեզ։ Խնդրեմ, ստեղ նստում է են Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները եւ գալիս են արդեն այստեղ ՔՊ-ի։ Տեսեք, իսկ քաղաքապետ գոյություն չունի։ Տեսեք, Սյունյաց ողջուններ պետք չի, Գևորգ ջան, բայց գոյություն չունի, ոչ քաղաքապետ գոյություն ունի, ոչ էլ իշխանություն։ Հա, իշխանություն, Սիրելի երևանցիներ, ձեր ստորագրությունով 17000 հեսա պարզ կլինի, էլի ինչ որ 20 րոպե ընդմիջում, եթե չգան նոր, տենց է։ Տեսեք, գոյություն չունեն։ Սիրելի երևանցիներ, Երևանում բնակվող քաղաքացիների, Երևանում ընտրություն իրավունք ունեցող քաղաքացիների 17000 ստորագրություններով Մայր Հայաստանի նախագիծը, որով որ պետք է տրանսպորտը մնար 100 դրամ, տրոլեյբուսը 50 դրամ եւ մետրոն 100 դրամ, պետք է քննարկվեր ու քվեարկվեր, ՔՊ-ն, Հանրապետությունը միասին թողեցին եւ փախան նիստերի դահլիճից, փախան, ոչ թե փախան, թռան, իրանց 9%-անոց քաղաքապետի գլխավորությամբ։ Տեսեք, ոչ ՔՊ-ն ներկա, մացույց եմ տալի։ Նայեք, ոչ ՔՊ-ն ներկա, ոչ էլ են կցոր կուսակցությունը Հանրապետություն։ Սիրելի քաղաքացիներ, փաստենք, որ եւս մեկ անգամ երևանցիներին դեմ գնացին ՔՊ-ն եւ Հանրապետությունը, դեմ գնալով ցանկություն չհայտնեցին, որ տրանսպորտը մնար 100 դրամ, տրոլեյբուսը 50 եւ մետրոն 100 դրամ, նրանք նորից, հիմա իրենք են արդեն դեմ դուրս գալիս ձեզ, բոյկոտում ձեր որոշումները եւ մուռ հանում, նայեք, գոյություն չունի, ոչ քաղաքապետ գոյություն ունի, ոչ ավականու անդամներ, ՔՊ եւ Հանրապետություն, խնդրեմ։ Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
ձեր միակ այս մարդկանց այս պահվածքը ձեր հանդեպ, ձեզնից մուր հանելու եւ ձեր հետ հաշվի չնստելու, ձեզ նորից տուգանքի եւ տուգանվելու մատերիալ դիտելու մոլուցկով տառապողներին, որոնք որ մսխում են այս պետական բյուջեն եւ Երևանի քաղաքի բյուջեն, իրենցից պետք է միայն հակափաստարկ լինի բոյկոտը շարունակել, այս ոչ լեգիտիմների 9% անոցներին իրենց տեղը ցույց տալ։ Խնդրեմ, այստեղից ցույց եմ տալի։ Սա քաղաքապետի աթոռն է, գոյություն չունի, տեղում չի։ Այս էլ հավաքանու նիստն է այս պահին, բոլորը նստած են բացի ՔՊ-ից ու Հանրապետությունից։ Նորից հիշեցնեմ, որ ՔՊ եւ Հանրապետություն խմբակցությունները միասին դուրս են եկել երևանցիների դեմ։ Դրա համար, սիրելի երևանցիներ, մի լռեք, մի հանդուրժեք, սա արդեն ամեն բանից անցնում են, մի լռեք, մի հանդուրժեք, գոյություն չունի քաղաքապետարանում իշխանություն, շարունակեք բոյկոտը, ոչ մի տուգանք չկա, սուտ են խոսում, այդ տուգանքի օրենքը վերելու համար պետք է նախ ազգային ժողով գնա այդ օրենքը, ոչ մի տուգանք չկա, այսօրվանից ձեր հանդեպ սենց արհամարանքով վերաբերմունքին պատասխանեք բոյկոտը շարունակելով, մի վճարելով, իսկ սիրելի գյումրեցիներ, ուզում եմ ձեզ ասեմ, որ տեսեք, Երևան քաղաքում Հանրապետությունը ու ՔՊ խմբակցությունները ինչպես են ամեն ինչ թանկացնում ու բարդացնում, նույնը սպասում է Գյումրիում, եթե հանկարծ Գյումրիում ՔՊ-ն իրենց սարիկն ու Եվրադաշինքը կարողանան ձայն հավաքել։ Մերժեք Եվրադաշինքին, մերժեք ՔՊ-ին, որ այս վիճակում չլինեք։ Խնդրեմ։ Տիկին Փոստանջան կարող է քաղաքապետի տեղի իմանալ, ասում չկա։ Երևան քաղաքում իշխանություն գոյություն չունի։ Եթե տեղի իմանաք Երևան քաղաքի ոչ լեգիտիմ 9%-անոց իշխանության, խնդրում եմ ասեք, որտեղ գտնենք իրենց։ Որոնք որ բարձր խոսում, հետո գնում են ու չեն ստացվում, լսեն իրենց ինչ են ուզում ասել, ինչ են որակավորում, նման մարդիկ եւ առավել եւս նման մարդկանց։ Եվ հիշեցնեմ այսօր 9%-անոց Տիգրան Ավինյանը էլի ընկել էր մտորումների մեջ նախկին էր անում ՔՊ-ին 2023 թվականին Երևանի ավականու ընտրություններին, սիրելի քաղաքացիներ, սիրելի երևանցիներ, նախկինները ամենակարկառուն նախկինները սատարում էին Տիգրան Ավինյանին ՔՊ-ին, որ դառնար Երևան քաղաքում քաղաքապետ։ Այդքան ինչքան նախկինները սատարեցին, ինչքան ուզեցան խփեին, որ Տիգրան Ավինյանը դառնար քաղաքապետ, խփեցին, բայց վերջում 9%-ի չափ կարեցան խփել։ Հենց որ նախկինների պահած, պահպանած իրենց մոտ էլ աշխատող քաղաքապետ է Տիգրան Ավինյանը, 9%-անոց հիշեք։ Այնպես որ ՔՊ եւ Հանրապետություն Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հիշեք, դուք նախկինների մոտ ՔՊ նախկինների մոտ աշխատող խմբակցություն եք ու նախկինների մոտ աշխատող քաղաքապետ եք։ 23 թվականին պահը գալիս է, ասեք, նախկինները ոնց էին փափագում, որ Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ։ Հա, գոնե քաղաքապետ կունենանք, եկեք վարեք։ Սիրելի քաղաքացիներ, նախկինների մոտ աշխատող Տիգրան Ավինյանի 9%-անոց գոյություն չունի, թռել են, փախել են նիստերի դահլիճից։ Ձեզ դեմ գնալով լքել են նիստերի դահլիճը, ուզում են, որ նորից թանկացումները մնա։ Հիշեցնեմ, Տիգրան Ավինյան 23 թվականին ՔՊ-ի համար ամենասրտացավն էին նախկիները, կարկառու նախկիները, որ ուզում էին խփեին լավ տոկոսներ, խփին, էն էլ Տիգրան Ավինյանը 9%-ը կարեցավ հավաքել։ Հիմա էլ 9%-ի չափով կառավարում է Երևան քաղաքը, այս մարդը։ Իրենից ոչ մի բան մի սպասեք առավել։ Այս մարդիկ թանկացումների, հիչ շքերտերի քավորներն են։ Թանկացնեն ամեն բան, բարդացնեն քաղաքացիների կյանքը։ Խնդրեմ, նայեք, Երևանում
Երևան քաղաքում իշխանություն գոյություն չունի։ Հա, ճիշտ է, բոյկոտ ազգային առաջընթաց խմբակցությունը ներկա է, Մայր Հայաստանը ներկա է, ՔՊ-ն եւ Հանրապետությունը փախել են նիստերի դահլիճից նրա համար, որ սիրելի քաղաքացիներ թանկանա տրանսպորտը հանկարծ ձեր 17000 ստորագրությունների դեմ են գնում։ Նայեք, այստեղ նստում է 9% անոց քաղաքապետը։ Խնդրեմ։ Չկա, նիստերի դահլիճից թողե դուրս է եկել։ Նայեք։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, սիրելի քաղաքացիներ, 17000 ստորագրությունները ընդդեմ տրանսպորտի թանկացման, որոնք որ Երևան քաղաքում ընտրություն իրավունք ունեցողները ստորագրել էին, Մայր Հայաստան նախագիծը այսօր բերել էր, որ տրանսպորտը չթանկանա մնա նույն գինը, մերժեցին, բոյկոտեցին ՔՊ-ն եւ Հանրապետությունը եւ փախան նիստերի դահլիճից։ Սիրելի քաղաքացիներ, սա արդեն մեր բոլորիս միասնականության արդյունքում պետք է մենք բոլորս իրար հետ հակադարձենք եւ բոյկոտենք եւ ընդհանրապես այս մարդկանց իմացեք, այս մարդիկ ձեզ ոչ սիրում են, ոչ հարգում են, ոչ խոնարհվում են։ Այս մարդիկ ձեզ նայում են որպես տուգանքի եւ տուգանվելու մատերիալ։ Սիրելի քաղաքացիներ, մնում է ձեր վերաբերմունքը, արտահայտեք սոցիալական ցանցերում, արտահայտեք տարբեր տեղեր, որ ՔՊ-ն եւ Հանրապետությունը ձեզ դիտարկում են որպես տուգանքի մատերիալ եւ կներեք իրենք իրենց գործն են անում, գրփեն, չրփեն, խնդրեմ։ Մտածեի, որ մենք սխալ ենք, կամ մեր մրցերը մեր նախագիծը թերի է, այդ դեպքում իրենք կգային կնստեին, պարոն Տերյանին հարցեր կտային, կփորձեին ցույց տային մեր թույլ կողմերը, բայց քանի որ լավ հասկանում եք, չունեն այդ հմտությունները, մարդիկ ուղղակի դուրս եկան գնացին։ Սիրելի քաղաքացիներ, մերժելով ձեր ստորագրությունները, նրանք ոչ մի փաստակ չունեն, որ գային մերժեին ձեր կողմից ստորագրություններով ներկայացված նախագիծը Մայր Հայաստանի, դրա համար փախան, թռան։ Ոչ մի այս բային ոչ մի տուգանք գոյություն չունի, սուտ են ասում, ոչ մի տուգանք էլ գոյություն չունի։ Այսօրվանից էլ ավելի շարունակեք մերժել իրենց, անտեսել իրենց, ինչպես իրենք դուրս են գալի ամբողջ երևանցիների դեմ։ Այս մարդիկ գոյություն չունեն, ՔՊ-ն իշխանություն չունի Երևանում։ Սիրելի գյումրեցիներ, եւս մեկ անգամ փաստեք, որ ինչ կատարվում է Երևանում, նրանք նույն կերպ ուզում են այնպես անեն, որ լինի Գյումրիում։ Բոլորը տանխտի մասնակցեք ընտրություններին, որ քիչ մասնակցություն չլինի Գյումրիում, Գյումրիում պետք է լինի մեծ մասնակցություն, որ գյումրեցին իրենց սարիկը 9%-ով չդառնա հանկարծ քաղաքապետ։ Սիրելի գյումրեցիներ, միանձնյա, միամուր մասնակցեք մարտի 30-ին ընտրություններին եւ դեմ եւ ոչ մի պարագայում ձայն չտա ՔՊ-ին եւ Եվրադաշինքին։ Նրանք նույն ՔՊ-ն են եւ Հանրապետությունը, որը հենց այս պահին, այս ուղիղ եթերով թանկացնում է տրանսպորտը չմասնակցելով, փախնելով նիստերին։ Տեսեք Երևանցիներ եւ զղջացեք, տեսեք Երևանի վիճակը եւ թող բոլոր երևանցիները հասկանան, որ ինչ այստեղ կատարվեց, այն քիչ մասնակցության արդյունքն էր, որ 9%-ով որոշում են հիմա ձեր բոլորի ճակատագիրը։ Սիրելի գյումրեցիներ, մասնակցեք եւ դեմ քվեարկեք ՔՊ-ին եւ Եվրադաշինքին։ Տեսեք մեզ եւ խղճացեք Երևանին եւ Երևանցուն։ Եվս մենք անգամ փաստենք, որ Երևան քաղաքում գոյություն չունի իշխանություն, այս պահին ընդդիմությունը, Մայր Հայաստան խմբակցությունը իր նախագծի քննարկման ժամանակ տեսա, որ փախան ՔՊ-ն եւ Հանրապետությունը փախել են նիստերի դահլիճից, տեսեք։ Միանգամից ավել չի կարելի ստանալ։ Արդեն երկու անգամից ավել, դրանով Սիրելի երևանցիներ, եւս մեկ անգամ փաստենք, որ այո, նրանք դեմ են գնում ձեզ Հանրապետությունը եւ ՔՊ-ն եւ դուք ձեր հստակ դիրքորոշումը հայտեք մերժելով այս մարդկանց, բոյկոտը շարունակելով, ոչ մի պարագայում հետնահանջ չլինի, ոչ մի տուգանք չկա, այս մարդիկ
ուրիշ տարբերակ չունեն 9%-ի չափով այսքան կառավարում են։ Սիրելի երևանցիներ, մարզասնախմբակցությունը միշտ լինելու է ձեր կողքին եւ վերջում ցույց տամ, որ տեսեք, Երևան քաղաքում իշխանություն գոյություն չունի։ Պարոն Մանուկյան, Երևան քաղաքում ինչի իշխանություն էլի գոյություն չունի։ Որ իրատեսական է, այսինքն մենք այն անշտապը չէ, որ ասենք չէ, որ պետք չկա փոխված, չէ, ժողովուրդը բերում է մարտիկները վերահսկում, կանգառների վիճակն են տեսել են, իրանք տեսել են Արինբերդում, Շարբախի փոխում, Այնթափում, Նորագավիթում, Անօրինակի համար, Արբերդում, Քորզի վախվարաշ են, վիճակն Ես քննում որպեսզի գնանք Պարոն Սարգսյանի ձեռքի մեղրախոսություն բերեք։ Սիրելի երևանցիներ ջան, փաստում ենք Երևան քաղաքում գոյություն չունի իշխանություն։ Դա արդեն ոչ թե Մայր Հայաստանին են իրենք բոյկոտում մեր բերած նախագիծը, այդ նախագծով 17000 Երևան քաղաքում ընտրություն իրավունք ունեցողների, նայեք, Երևան քաղաքում ընտրություն իրավունք ունեցողների ստորագրություններ էր, 17000 մարդու, այս մարդիկ մի րոպե Սամվել ջան Չէ։ Ոչ վիրավորական բանալները, որ թրջուն քաղաքային իշխանություն։ Ախր մեր խոսքը ուղղված է այս նստողներին, Մի հատ Ապետ այսինքն ամբողջ այս քաղաքացիական պայմանագիրի տմբակցությունը ձեր այս բախ Սիրելի քաղաքացիներ Փաստ ենք, չկան Սիրելի քաղաքացիներ փաստ են, որ նախկիների մոտ աշխատող Տիգրան Ավինյանի 9% ձայն հավաքած գոյություն չունի։ Տեսեք Երևան քաղաքում իշխանություն գոյություն չունի։ Փաստ ենք սիրելի երևանցիներ, ձեր ստորագրությունով, ձեր դեմ գնացին, չմասնակցեցին նիստին, որ տրանսպորտը թանկանա, տրանսպորտը, գույքահարկը, աղբանության վճարը, տեղական տուրքերը, ամեն բան թանկացնելու մաստեր կլաստերն են։ Այս մարդիկ բերում են թանկացնում են, հետո քաղաքացիները ասում են, բա մենք ասել ենք կանեք, քաղաքացիները հենց իրենց ընտրած քաղաքացիներից էլ մեծ ստորագրություններ էին տվել, բերել եք այդ ստորագրությունները, որ այսօր պետք է քվեարկեն, որ չթանկանա տրանսպորտը, Մայր Հայաստանի նախագիծը մենակ սա չի, սա այն նախագիծն է, որի տակ ստորագրել է 17000 Երևանում քաղաքում ընտրություն իրավունք ունեցող քաղաքացիներ։ Իրանք այս մարդկանց դեմ գնացին, ձեզ բոլորին դեմ գնացին։ Խնդրեմ։ Սիրելի քաղաքացիներ, դուք Սիրելի քաղաքացիներ, ԿՊ-ն եւ Հանրապետությունը այդ կցորդ կուսակցությունը իրար հետ թանկացնում են ամեն բան։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, սիրելի երևանցիներ, որ
17,000 ստորագրություններով Մայր Հայաստան խմբակցության ներկայացրած նախագիծը, որով պետք էր մնալ տրանսպորտը 100 դրամ, ավտոբուսը, տրոլեյբուսը 50 դրամ եւ մետրոն 100 դրամ, ԿՊ-ն եւ Հանրապետությունը արդեն նիստը պետք է սկսել, որ քննարկենք փախան նիստերի դահլիճից, խնդրեմ։ Այս սա ոչ լեգիտիմ 9% ձայն հավաքած քաղաքապետի տեղն է, որ գոյություն չունի, իսկ մնացածը հավաքանիները ԿՊ եւ Հանրապետությունը փախել են, խնդրեմ։ Սիրելի երևանցիներ, հիշեք, որ այս մարդիկ 9% ձայն հավաքելով դեմ են գնում ձեզ եւ ամեն բան թանկացնում են։ Եվ վերջում դիմեմ սիրելի գյումրեցիներ, հանկարծ ԿՊ-ին, իրենց Սարիկին եւ Եվրադաշինքին ոչ մի պարագայում ձայն չտակ, որտեղ կընկնեք Երևանի եւ Երևանցու օրը։ Թանկացնելով ամեն բան Երևանում, ԿՊ-ն եւ Հանրապետությունը հիմա մասնակցում են Գյումրու ընտրություններին, որ ընդեղ էլ կարողանան իրար հետ կծվելու արդյունքում քաղաքապետի աթոռը այսպես ասած վերցնեն ու ամեն բան ոնց որ Երևանում թանկացնեն, գրփեն ու չրփեն։ Սիրելի քաղաքացիներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ձեզ դեմ են գնում։ Ձեզ դեմ են գնում եւ հիմա միայն ձեզ պատասխանը նրանց պետք է լինի հակադարձել, բոյկոտել եւ չվճարել։ Մի անգամ էլ ցույց տամ եւ հասկանանք։ Գոյություն չունի։ Այսպիսով փաստենք սիրելի երևանցիներ, որ ձեզ դեմ գնացին, ձեզնից մուռ են հանում եւ Մայր Հայաստան խմբակցությունը այս սրանով չի սահմանափակվելու, ամեն օր լինելու ենք ձեր կողքին ամեն հարցով։ Իրենք չեն կարողանալու ձեզ գրփել, չրփելով կարողանան ինչ որ իրենց նպատակներին հասնեն։ Եվ վերջում Երևան քաղաքում քաղաքապետ գոյություն չունի, Երևան քաղաքի 9%-անոց քաղաքապետը ԿՊ-ն եւ Հանրապետությունը դուրս եկան ձեր դեմ եւ չմասնակցեցին տրանսպորտի թանկացման դեմ մեր վերած ձեր 17,000 ստորագրություններին։ Շնորհակալություն, հետ նահանջ չկա, ԿՊ-ն իշխանություն, ԿՊ-ն չունի իշխանություն Երևանում եւ շուտով կտեսնեք։ Շնորհակալություն։